Կարծում եմ այսպիսի նշանակումը մտահոգություն է առաջի հերթին առաջացրել ոչ միայն ներհայկական վարչախմբի մոտ, այլ նաև Ռուսաստանի Դաշնության մոտ, որովհետև ակնհայտ է, որ այս նշանակումը տեղի է ունեցել Մոսկվայից եւ ակնհայտ է, որ տվյալ անձը ներկայացվում է հենց Մոսկվայի կողմից, սա միանշանակ է եւ անվերահսկելի իրադարձությունների համար է այս փոխատեղումը տեղի ունեցել։ Ես այսպես կարող եմ մեկնաբանել եւ իհարկե որևիցե ակնկալիքներ դրական իմաստով այս նշանակումից ես չունեմ, ոչ էլ հանրությունը ունի, որովհետև նույն տվյալ անձը ինքը ըստ էության ներկայացնում է մի ձեռնարկություն, որը տարիներ շարունակ ոչ Հայաստանի Հանրապետությունում չի գործել որպես օրինական կազմակերպություն, Գազպրոմի մասին է, դուք գիտեք, թե այնտեղ ինչպիսի մեքենայություններ են տեղի ունեցել, որի հետևանքով իբրև թե պարկ էր կուտակվել եւ մենք պարկի դիմաց նաեւ փաստորեն զիջեցինք մեր 20% բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության եւ եթե մենք նայում ենք թե ինչպիսի գործելավոճ է ունեցել այստեղ Գազպրոմը եւ ինչպիսին է եղել նրա ղեկավարը, ապա ամեն ինչ պարզ է, ավտորիտար եւ քրեաօլիգարխիկ բնույթի համակարգի ներկայացուցիչները, երբ նշանակվում են Հայաստանի Հանրապետությունում որպես բարձրաստիճան պետական պաշտոնյա, նրանք կաշկանդված են առաջի հերթին իրենց անցյալով։